Ոնց որ թրիփի հարցում սկեպտիկա։ Խուլ ու խամրերի միության։ Հայկ Սարգսյանը ոնց որ թե դադարում է լինել Նիկոլի սրտի падգամավորը։ Կոռուպցիոն տեսակետից կնտրահարույց գործողությունները չեն հանդուրժել։ Բա ոնց անենք, որ մի քիչ ավելի մեծ լինի բյուջեն։ Մաղթում եմ, որ արտադրողականության ցուցանիշները շարունակեն բարձրանալ։ Նորագյուղը դառնում է downtown։ Վարչապետ մինչև 70 հարկանի Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու մենք Հայ։ դիտել ենք Քոչարյանի ասուլիսը, Հա։ մենք դիտել ենք Փաշինյանի ասուլիսը, չգիտեմ խի դիտել ենք Նովակ Ջոկովիչի Հա։ ասուլիսը ու մի հատ լայքը ինչա որ չեք դնում այս վիդեոյին։ Դրեք լայքեր, ձեր ամեն լայք դնելուց իմ բութմատը մի փոքր ավելի երկարում է։ Փորձենք 2000 լայք դնել այս վիդեոյի տակ ու տեսեք ոնց է բութմատս դառնում էշի բութմատ։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը շարունակում է ամուր կանգնած մնալ եւ արտադրել արմատուրաներ չնայած բոլոր fucking դժվարություններին։ Արա բա գերմանական տեխնոլոգիա ենք խոսում։ Պատվիրեք հենց հիմա։ Եվ այսպես դուք որոշել եք հարստանալ, խնայել, գնել պարտատոմս, բայց մուսան անհարմար պահի է եկել ու չեք կարող գնալ բանկ։ Կա ընտիր նորություն։ Արդեն կարող եք ձեռք բերել Fast Bank-ի թողարկած պարտատոմսերը բանկի հավելվածով կամ on-line banking-ով հաշված րոպեների ընթացքում լրիվ on-line։ Իդեպ Fast Bank-ի կողմից այս պահին տեղաբաշխվում են դրամային արժեքտրոնային պարտատոմսեր, որոնց եկամտաբերությունը այս պահին 10.75% է եւ որոնք ազատված են եկամտահարկից։ Ինչը ինքնին ահագին լավ բան է։ Եթե ինչ-որ պատճառով դեռ Fast Bank-ի հաճախորդ չեք, կարող եք դառնալ հաճախորդ հենց այդ նույն հավելվածով։ Ամբողջովին on-line մի քանի րոպեվա ընթացքում։ Եվ այսպես ընտրությունները մոտենում են, ջոգում եք, չէ, այս ֆրազը ինչքան ենք օգտագործելու մինչև հունիս, եւ կրքերը թեժանում են։ Այս անգամ միաժամանակ ասուլիս տվեցին ու լրագրողներին մեջտեղից կիսելու փորձ արեցին Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Այո, երկու գրոսմեյստերները համաժամանակյա ասուլիս էին արել, մեկը տևեց 3 ժամ, մեկը մի ժամ ու մի քիչ, ու դուք էլ ժալե չիկություն մի արեք, միացեք մեր Patreon-ին, որտեղ ձեզ համար ենք, նայեք ինչ ծաղկա խաղարել։ Այ ինչ օրինակ Քոչարյանը կարծում թրիփի մասին։ Հայաստանը այս ծրագրում իր 26%-ով, ասենց ասեմ, կարա միանա խուլ ու խամրերի միությանը, աշխարհաքաղաքական։ Ոնց որ թրիփի հարցում սկեպտիկա։ Իսկ զուգահեռ իրականությունում նույն պահին ասուլիսա տալիս մեդալի հակառակ կողմը, որը ոնց որ թե մի քիչ ուրիշ կարծիք ունի։ Տրիպը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ։ Իսկ ով է երաշխավորելու խուլ ու համրերի միջազգային միությունը Թրամփի գլխավորությամբ։ Քոչարյանը առաջարկում է Ռուսաստանին ներգրավել, որպեսզի Իրանը սպառնալիք չզգա թրիփից։ Հա, ըստ Քոչարյանի Նիկոլը անիմաստ խաղեր է տալիս արևմուտքի հետ, շատ տարօրինակ նպատակներով։ Ասի քյուրփա հալոտ ինչ ես մտնում այդ հարաբերությունների արանք էլի։ Թե Մակրոնի ինչ որ դուր գա։ Որ Մակրոնը համբուրի, սենց ուսին սենց խփի, հասկանում եք չի կարելի։ Դե բայց Փաշինյանը մի քիչ չի կիսում Քոչարյանի գեոպոլիտիկ հայացքները։ Վապշի չի կիսում։ Հուսահատորեն չի կիսում։ Հիշեցնեմ, այս երկու ասուլիսը համաժամանակյա, այսինքն в принципе բանավիճում են, այսինքն բանավեճը տեղի ունեցավ։ Կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են։ Ինչ կլինի այս ասուլիսները նույն սենյակում անցկացվեն, ինչքան ավելի հետաքրքիր սրաճ կստացվի։ Լավ, Քոչարյանը նկատեց կարևոր մի տնտեսական նյուանս։ Պարզվում է մեր 10 հարկատուներից 8-ը կախված են Ռուսաստանից։ Ու ինչ։ Այսինքն Պուտինը կարա մի հատ Տանոսի ճտից անի։ Հա, սենց։ Մի հատ այս սենց մի հատ բանով կարան դրանց մուտքը Ռուսաստան փակեն։ Մի հատ այս սենց բան։ Բա ինչ ենք անելու, եթե մեր օթերը փակեն։ Այդտեղ Քոչարյանը մեզ մենակ չի թողնի։ Եթե փորձ են նման բան անել, ես առաջինն եմ լինելու, որ խնդրելու եմ չանեն, իմ կապերը օգտագործելով։ Դե հուսով ենք դրան չի հասնի, բայց եթե այդ կապերը կան,
կլինի հայ բեռնատարներին սև ցուցակից հանել Ռուսաստանին, որտեղ արտահանումը արդեն ահագին կախում է։ Այսինքն, եթե Քոչարյանը գա, ենթադրաբար Ռուսաստանի հետ առևտուրը կլավանա։ Խի մենակ Ռուսաստանի միամիտ Իմ ժամանակ Եվրոպայի հետ առևտուրը մեր արտաքին առևտրի 20%-ից ավելն էր Հայաստանի։ Իմ նախագահության ժամանակ։ Այսօր Եվրոպայի հետ առևտուրը մոտավորապես 7%-ի չափ։ В общем, Նիկոլը համել Եվրոպայի ուղղությունն է պրավալ տվել այս ամեն ինչի արանքում։ Աշխարհը փոխվել է, ու մենք ունենք շատ դառը տարբերակներ առաջ գնալու համար։ Բելգիայի վարչապետ, գործող վարչապետ իր վերջի հարցազրույցների մեկի ժամանակ ասել է հետևյալը. մենք կաղնած ենք ընտրության առաջ լինել երջանիկ վասսալ Չէ, երջանիկ վասալ չենք ուզում։ Մյուսը ինչ է։ կամ դժբախտ ստրուկ։ Չէ, երջանիկ վասալ այդքան վատ չեն։ Բելգիացի խենթ ես հորետես։ Որովհետև նրանք տրիպ չունեն։ Ո՞նց է Քոչարյանը համ Բելգիայից այտենց լավատեղյակ, համ ոնց որ գեոպոլիտիկայից։ Նարեկ, արա դու Ինչ։ մի հատ բացատրեք սրան։ Իմ գիտելիքները նարեկ շատ բազմազան։ Շատ։ Հասկացար Նարեկ ջան։ Դո կներեք։ Ու չնայած այդ ամեն ինչին դեռ հաստատ չի, որ ինքն է գլխավորելու Հայաստան Դաշնքի ցուցակը։ Ոնց։ Հարցում ենք անելու սոցիոլոգիական հետազոտություն փետրվարի սկիզբ եւ այդ արդյունքներով որոշելու ենք թե ով առաջնորդել է։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ։ Դե բայց ելով կարա այդքան ձայն բերի։ Հիշենք էլի ձեր միջի մարդկանց։ Հիմա նույնիսկ մեր իշխան Զաքարյանը կներեք, հա։ Որ մեկս չի շփոթել իշխաններին։ Իդեպ լավ հիշացեց Իշխան Զաքարյան, մարդ, որին կամային որոշմամբ պատիվ ունեմը բերեց ԱԺ։ Так, այստեղ հետաքրքիր նյուանս բարձվել, ասում է ԱԺ ամենաբացակայող պատիվ ունեմակամին ասին։ Դու շատ բարդ բառ է դա։ Ընդդիմության շարքերը լքած падգամավոր Իշխան Զաքարյանը, որ տարիներով բացակայում է ազգային ժողովի նիստերից, աշխատավարձն ամբողջությամբ ստանում է։ Օրենսդրությամբ այսպես է, եթե բացակաները հարգելի են, աշխատավարձից պահում չի լինում, եթե անհարգելի են, լինում է։ Ու ինչ Մովսես ջան, Իշխան Սաղաթելյանի բացականները հարգելի են, հա։ Սաղաթելյանը չի Զաքարյանն է։ Երկուսն էլ բացակայում են вообще-то։ Ավելին վերջին 2 տարիների ընթացքում նիստերից բացակայող падգամավորը պարգևավճարել է ստանում։ Անցած տարեվերջին նրա հաշվեհամարին էլ են փոխանցել շուրջ 3 միլիոն, ինչպես մյուսներին դիմեցին ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին։ Դավիթ Առաքելյանը մեր հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն մեջ բերեց ազգային ժողովի նախագահի կարգադրությունը, ըստ որի բոլոր падգամավորներն ու աշխատակիցներն են ստացել։ Ստոպ, սա շատ վատ է։ Առանց էտել պարգևավճարների ամենախոցելի մասը այն է, որ մարդ լավ գործ արածին, թե վատ գործ արածին մեկ է ստանում, իսկ այս մարդը вообще գործի չի եկել, ինչի է ինքը ստանում պարգևավճար, իսկ օրինակ Նարեկը չի ստանում, ինչի։ Բայց իշխանի բացակաները հարգելի են։ Բայց դա չի բացատրում, թե խիա իշխանը իրեն զգում ինչպես ձուկը ջրում։ Կներեք, չդիմացա։ Լավ, եկեք վերադառնանք ասուլիսին։ Ու իշխանը ինքը ոչ ընդդիմությունն է, ոչ իշխանությունն է, ոնց որ օքեյ է։ Okay. Ասուլիս։ Լրագրողները փորձեցին հասկանալ ոնց է Քոչարյանը գրավելու երաժշտասեր ընտրողներին։ Նիկոլ Փաշինյանը կարծեք թե նախընտրական շրջանում ամբողջ արսենալը իր գործի է դրել եւ թմբուկ նվագել է, սովորել, երգ է գրել։ Հնարավոր է նախընտրական տարում ձեզ էլ ոչ ստանդարտ ինչ որ իրավիճակում տեսնենք։ Կապիկություն հաստատ չեմ անելու։ Դե էդ լավ է, բայց դա ոնց որ աշխատող գործիք է, հենա վարչաբենդը արդեն քանի համալիր է sold out արել։ Այդ ինքը չի, այդ վիտամինն է։ Okay, թող միանա վիտամինին, sold out։ Քոչարյանը բացատրեց ինչի է ինքը տենց բաներին դեմ։ Ֆինլանդիայում մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարել մի ժամանակ, ասես տժժում, հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթներ քաշում, հետո գործից հարաժարական տվեց։ Տեղից կարևոր դաս, ինչքան էլ պոպուլար դառնա վարչաբենդը, մի թողեք աստղայինը ձեզ տանի ու ուրիշ կայֆերի մեջ ընկնեք։ Քոչարյանը նաև բացատրեց եկեղեցու հարցում ինքը ինչ կաներ, եթե լիներ Աստված։ Աստված չէ, կաթողիկոս։ Կամ գոնե կաթողիկոս։ Օրինակ ես մի քիչ ավելի կտրուկ կքայլեի, թեկուզ հարգում եմ այն մոտեցումը, որը վեապար հայրապետն է որդեգրել, բայց ես ավելի
ավելի կտրուկալերի կգնա։ Կոնկրետ եպիսկոպոսների նկատմամբ քաղաքացիների, որոնք ուղղակի բանը այդ արենցիրի բանը կորսրել են։ Սաղին կուղարկեի դժոխք։ Այսքանը բարեկամներ Քոչարյանի ասուլիսից կարող է ասել ես, եթե լրագրողները չհիշացնեին Ալեն Սիմոնյանի վիդեոն, որտեղ նա քննադատում է Քոչարյանի ժամանակվա բանակը։ Ոստեղ Քոչարյանը չդիմացավ։ Ինչ հասկանում այդ մարդը բանակից։ Ես կասկածում եմ նույնիսկ, որ ինքը նորմալ ծառայել է։ Որտեղ այդպիսի վպրտուն մարդիկ չի կարող որ նորմալ ծառայել։ Լպրտունը որն է։ Այդ ոնց լեփրծունի մի քիչ ավելի կուլտուրականն է։ Հա, այսինքն մի քիչ ավելի կուլտուրական է, այսինքն այդքան է վիրավորական չէ, այսինքն կարող է Ալենը ոչել նկատի էս վիրավորանքը։ Ոչքան վատ ես դու ճանաչում Ալենին։ Քոչարյանը իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան եւ ինքը հրապարակայնորեն իզնից ներողություն է խնդրելու։ Նկատեց։ Նկատեց։ Դե բայց Քոչարյանի վրա արդեն մի 65000 գործ է կախած, մի հատ ավել, մի հատ պակաս։ Ինչ տարբերություն։ Բայց ներողություն կխնդրի։ Դիչ լպրտուն գյադա էս նարեկ։ Իսկ այդ ընթացքում մուլտիտիեզերքի մեկ այլ Հայաստանում լրիվ ուրիշ, լրիվ դրական վիճակ էր տիրում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է, երբ որ մենք մեր պետության համար երկարաժամկետ հեռանկար ենք բացել։ Երկարաժամկետ հեռանկար ենք բացել։ Երկու անգամ են բացել այդ հեռանկարը։ Չէ, ուղղակի հայրին միշտ երկու անգամ չասես, չեն ճոգում, ինչ դրական հեռանկար է իրանց առաջ բացվում։ Դե ուրեմն խմենք այդ դրական հեռանկարի կենացը, որպեսզի լավագույն ավանդույթները տենց երկուական հեռանկարով շարունակվեն։ Այո, թող շարունակվեն, բայց գիտես, չէ, ոչ բոլորի համար էր հեռանկարը այդքան դրական։ No։ Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը ոնց որ թե դադարում է լինել Նիկոլի սրտի падգամավորը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժել։ Բում, կոռուպցիա, բայց մենք առայժմ դրա մասին չենք իմանա, քանի Հայկ Սարգսյանը ոնց որ բացահայտ Նիկոլի դեմ չի գնացել։ Իսկ եթե մի քիչ թեժացնի ոնց որ քննադատությունը։ Մի քանի անգամ է քննարկել եւ ես չեմ կարծում թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Փոքրիկ բարեկամական սպառնալիք։ Ես թարգմանում բարաբանշիկերենից, էլի ոնց որ թե ենթադրում ենք, ուզում ասի, որ ինչ որ կոռուպցիայի վրա բռնցրել են, բայց եթե սուսուփուս մնա, ոչ մի բան տենց առաջ չի գնա։ Ոնց ես կարողանում տենց նուրբ նյուանսները թարգմանել, Նարեկ։ Դե իմ սիրած Beatle-ը ճիշտն ասած Ringo Starr-ն էր այսքան ժամանակ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում տնտեսությունը հասցնում ենք 200 միլիարդի, հետո ջոգում ենք ինչ է այդքան լավ չի էս պահին, ու եթե դուք նորագյուղից եք, вообще պետք է բաց չթողեք այս երկրորդ մասը։ Հիմա բոլորը փակում են աչքերը ու պատկերացնում եք, որ ունեք ձեր սեփական բիզնես տարածքը ու ամբողջ հարկում մենակ դուք եք։ Պատկերացրեք, որ ջիմ, ռեստորան, խանութ գնալու համար պրոպկեքի մեջ չեք ընկնում, որտեղ դրանք ավելի քան մոտ են։ Պատկերացրեք, որ գնում եք գործի ու չեք ներվայնանում են հարցից, թե որտեղ կանգնացնեք ձեր մեքենան։ Պատկերացրեք, որ ինչքան էլ ջուրն ու հոսանքը անջատեն քաղաքում, դուք մեկը ունենում եք։ Լավա չէ։ Հիմա լավ մասը։ Կարակ ես ամեն ինչ էլ չպատկերացնեք, որովհետև այս ամենը շատ ռեալ է Լույսեր բիզնես կենտրոնում։ Զանգեք, գնեք ձեր բիզնեսի տարածքը ու այս ամենը վայելեք։ Դες հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք, Լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։ Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրանց սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե, 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են, որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-ոտ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես
բառ փոխում ես, իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթիմազա։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ միանգամից զանգեց, ասում է, չէ, արդեն քրքորյանը շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, բարձվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա բլա բլա, հա ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շինի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեղ փող արդեն ստացել ենք ու ծախսել եմ։ Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ, սուս եկավ։ Տեմպով տագեք, տեմպով։ Սամսո, են տագեք պետք են, թե տանեմ լույսեր թագամաս գործ կա անելու։ Հրապարակվեց ախոշոր նս թոտ նս լավ կերած խմած հարկակների ցանկը ու առաջին հայացքից ոնց որ թե թու ամեն ինչ լավ է։ Ну, ոչ այնքան լավ, ինչքան թութու լավայի մոտ է, բայց սկսենք թվերով։ 2025-ին պետական եկամուտներն ընդհանուր առմամբ շուրջ 7.2 միլիարդ դոլար են կազմել։ Առյուծի բաժինը մոտ 72%-ը վճարել են Հայաստանի 1000 խոշորները, ավելի քան 5.1 միլիարդ դոլար։ Ես ասի առաջին հայացքից էդի լավ է որ լիքը փող է մտնում, բայց կախվածությունը 1000 ընկերություններից դες 70%-ից ավել է, դա առողջ չի, առողջը 40-ից 50%-ը գոնե։ Դու հերուն չես նայում, մենք արդյունաբերություն ենք հիմնում, ամեն ինչ դեռ արժևում է, նենց բաներ ենք անելու։ Մաղթում եմ, որ արտադրողականության ցուցանիշները շարունակեն բարձրանալ, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը բազմապատկվի, ապահովեն շարունակական ներդրումային հոսքեր, ծնվեն նոր գործարար գաղափարներ։ Բայց սա մաղթանք, որ առանց բաժակ կենաց է։ Ուզում ես ասես արդյունաբերությունը չի խզարում, հա, նոր գաղափարներ չունենք։ Դե եթե նայենք այդ ցուցակին, ամենանոր գաղափարը որ ունենք, ամենանորարարական բանը, այդքանի Ռուսաստանը սանկցիաների տակ է, մենք իրանց iPhone ենք վաճառում։ 10 ամենախոշոր ընկերություններից արտադրական կամ արդյունաբերական են միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու ծխախոտ արտադրող Grand Tobacco-ն եւ International Massis տաբակը։ Մյուսները կամ առևտրով են զբաղվում կամ ծառայություններ մատուցում։ Առաջատարը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից հետո թռիչքաձև աճող Mobile Center Art-ն է։ Տասնյակում միանգամից 2 բանկ կա՝ Archim բանկն ու Ամերիա բանկը, երկուսը բուքմեքերական ընկերություններ են։ Երկրի բյուջեի մի զգալի մաս կախված է զուտ նրանից, որ ռուսները iPhone ներկրելու ուրիշ կանալ չեն գտել։ Ու մի քիչ է գումար ենք։ Բա պղնձամոլիբդենը, բա Գազպրոմը։ Դե հա, բայց ոնց որ թե կարևորը այն փաստացի ինչ ունենք հողի վրա, կարևորը ինչ որ ունենք ու դա ոնց որ թե Պապոյանն էլ է ջոգում։ 100 խոշոր ընկերությունների շարքում 3 տասնյակից պակաս են արդյունաբերական բիզնեսները, սննդամթերքի ու ալկոհոլային խմիչքների արտադրությունից մինչև հանքարդյունաբերություն ու շինանյութի արտադրություն։ Հայաստանի ամենամեծ 100 ընկերությունները 2025-ին մոտ 2.3 միլիարդ դոլար են վճարել։ Դրա մեջ արդյունաբերական ճյուղի մասնակցությունը 550 միլիոն դոլարի էլ չի հասնում։ Եթե այս ցանկում չներառենք հանքարդյունաբերական ընկերությունները, թողնելով միայն տարբեր ապրանքներ արտադրողներին, թիվն էլ ավելի փոքր կլինի։ Մեր երկրում մշակող արդյունաբերությունը կարևոր է։ Բա ոնց անենք, որ մի քիչ ավելի մեծ լինի բյուջեն։ Բարեբախտաբար կա մարդ, ով ոնց որ թե ասում է, որ ունի կախարդական փայտիկ, a man with a plan։ Ես շատ ամբիցիոզ բան եմ դնում, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ձգտի նրան, որ ունենա մինչև 200 միլիարդ բյուջե։ Եվ եթե դու 200 միլիարդ բյուջե ունես, քո հետ չեն խոսում անկլավների մասին, չեն մտածում քո վրա հարձակվելու առումով, քեզ արդեն այլ կերպ են վերաբերվում։ Wow, bravo! Good. Գիտեք ինչ, ես ավելի ամբիցիոզ պլան եմ դնում։ 400 միլիարդ պետք է լինի Հայաստանի բյուջեն։ Նարեկ դու ուղղակի թիվ ես տրցնում։ Ի տարբերություն Սարգսյանի, ով շատ փաստահեն է այս ասում։ Օրինակ անցած տարի Իսրայելում ծրագրային սպասարկում անող մի ընկերություն, որը կիբերհարձակումների դեմ ծրագրեր է գրել, ու անցած տարվա իր պատվերները եղել են 80 միլիարդ դոլարի։ Պատկերացնում եք մի ընկերությունը։ Օրինակի համար ասեմ, որ Իսրայելի բյուջեն 120 միլիարդ է։ Տեսար, ընդամենը պետք է ունենալ 80 միլիարդանոց ծրագրեր գրող 2.5 ընկերություն կամ
200 միլիարդանոց ծրագիր գրող մի ընկերություն։ Բա ավատարը ինչքան էր հավաքի։ Մի 4 միլիարդ կարելի է տարին 10 հատ ավատար նկարենք։ Արի նկարենք։ Արի։ Այսօր Հայաստանի բյուջեն 6-ից 8 միլիարդ է կախված դրամի կուրսի տատանումով։ Ես ասում եմ 200 միլիարդի մասին, այդ 20 անգամ ավել է։ Հիմա ձեզ պոպուլիզմի մեջ կմեղադրեմ, պարոն Սարգսյան։ Բացարձակ պոպուլիզմ չի, որովհետև ես բերում եմ, ասենք, Nvidia-ի օրինակը։ Nvidia-ն 2020 թվականին ունեցել է 5 միլիարդ բյուջե, 2025 թվականին 5 տարվա մեջ այդ բյուջեն հասել է 200 միլիարդի, 25 անգամ աճեցրել։ Nvidia-ի ջանը սաղնի, բայց նյուանս կա ստեղ։ Մենք չունենք Nvidia։ Արի ունենանք, вообще քուանշ, արի 4 հատ Nvidia ունենանք։ Ապա ճուզողը ես եմ, արի 47 հատ Nvidia ունենանք, բայց էսի հո սիկրետը չի, որ դու ասես ուղղակի շատ ուզենաս ու տիեզերքը քեզ Nvidia-ներ ուղարկի։ Ավելի կոնկրետ բան կա։ Ես ուզում եմ Հայաստանում զարգացնել կիսաղորդիչների արտադրությունը։ Ֆրանսիան ուզում է, Իտալիան ուզում է, Գերմանիան ուզում է, չունեն այդ հնարավորությունը։ Դրա համար ինչ է պետք։ Հումք, մասնագետներ եւ տեխնոլոգիա եւ ճշգրիտ սարքեր։ Տեխնոլոգիան եւ ճշգրիտ սարքերը ունի Միացյալ Նահանգները, հումքը ունենք մենք, կիսաղորդիչներ եւ ֆիզիկայի մասնագետներ մենք ունենք եւ Հայաստանի Հանրապետության պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետներ նման մասնագետներ կարող է պատրաստել եւ շարունակում է պատրաստել։ Անենք, ով է դեմ, ես չեմ հասկանում։ Դե երևի պետքա Իրան ընտրենք դրա համար։ Ասենք թե ընտրեցինք, որքանով է դա իրատեսական։ Որտեվ միջև էս պահա գիտեք ինչ տիպի փաստարկներ են, ոնց որ բիթքոյնը 10 ցենտ էր, հիմա 80,000 է, եկեք մենք էլ բիթքոյն ունենանք։ Ուզում ես ասես իրատեսական չի, հա, մի տարում։ Չէ։ Իսկ 10 տարում Քանի տարում եք դուք այդպիսի բյուջե պատկերացնում Հայաստանի Հանրապետության։ Ես պատկերացնում եմ նման բյուջեն 10 տարում։ Ես դա լրիվ իրատեսական եմ համարում, հաշվի առնելով այն ծրագրերը, որոնք որ առաջարկվում են Հայաստանի մասով։ Всё, լրիվ իրատեսական է համարում։ Ինչի չենք կարողանում մենք ուղակի կուրորեն վստահել։ Չեմ կարող ասեմ, փիս բնավորություն է երևի, բայց մեկ էլ իրատեսական եթե նայենք մեր արտադրությունը այս պահին ոնց է։ Հարյուրյակում տեղ գտած բանկերն ու 3 բուկմեկերական ընկերությունները միասին ավելի շատ են վճարել, քան շոշափելի ապրանք արտադրող ավելի քան 2 տասնյակ ընկերությունները։ Soft Construct-ն օրինակ ավելի մեծ մասնակցություն ունի, քան Grand Candy-ն, Athենք-ն ու Երևանի կոնյակի գործարանը միասին։ Բանկերի շարքում ամենամեծ ցուցանիշն ունեցող Արչին բանկը գերազանցում է Coca-Cola Hellenic Armenia-ին, Ջերմուկ Group-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանին, Երևանի Գարեջին միասին։ Այս պահին հողի վրա վիճակը էս է։ Իհարկե տեսականորեն կարանք ասենք, որ հա, կիսաորդիչներ են արտադրում 10 տարում Հոնկոնգին տալիս անցնում ենք, բայց դեռ տեսականորեն կարամ ասեմ, որ միջև մարտ 200 կիլոյով ժիմ լոժա եմ անելու։ Շատ լպրտունաբար թերահավատես նարեք։ Նա ինչ ծրագրեր ունենք, թեկուզ քաղաքապետարանում Նորագյուղը գիտես, մոռացի, down fucking town։ Downtown։ Պարոն Ավինյան, ճիշտ եմ հասկանում, որ խոսքը Նորագյուղ բոլորիս հայտնի Նորագյուղ թաղամասի տարածքում, այսինքն բնակիչներից գնելը, տարածքները եւ այդտեղ ներդրումային ծրագիր, այսինքն թաղամաս կառուցելու մասին է, որը downtown ենք անվանում կամ պայմանական անուն է, սա թե հենց տենց է կոչվում է նախագիծը։ Իրականում սա նախնական անուն է, պարոն վարչապետ, եւ իրականում դեռևս չենք քննարկել թաղամասի անվանումը։ Ջոգիր, Նորագյուղը դառնում է downtown։ Հա, բայց հələ անունն էլ նույնիսկ չեն քննարկել։ Դե սա մի 3-4 տարի քննարկեն ու կարող է Աչափնյակի մետրոն вообще Նորագյուղում բացեն։ Так, հիմա ամենակարևորը իբադ իշնենք օթերից, հիշենք, որ սա ընդհանրապես բարի ցանկություն է, բիզնես ծրագիր է, ու նենց ճոխ չներկայացնենք, էլի ոնց որ Աչափնյակի մետրոն ենք ներկայացնում։ Որ մայրաքաղաքներում այն հատվածի համար, որտեղ որ էս նորարարական նոր բարձրահարկ երկնաքերերով թաղամասերն են, եւ դրանք հիմնականում կոչվում են կամ downtown կամ city կամ Այսինքն այստեղ ընդհուպ երկնաքեր կարալ։ այո, այստեղ Այսինքն ենթադրվում քանի է հարկանի նկատի ունի։ Անվարչապետ մինչև 70 հարկանի երկնակ։ Հիմա Երևան Հա, երկար մտածեց, ոնց որ այդ պահին տեղում որոշեր 90 հարգանի մոտավորապես։ Ոսում էր ստույգ թիվը հիշել։ Հա, ուղղակի զուտ բարեկամներ, քանի Բուրջ Խալիֆային չեք տվել անցել։ Հիշեցման կարգով մեր ավանդականը
Ծիծեռնակաբերդի խճուղու այն շարքը 3 տարի առաջ ապլվել ու հələ ամբողջությամբ չենք վերանորոգել։ Հիմա մեր սեյսմիկ պայմաններ եւ այլն այդ ամեն նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս այդ բոլոր խնդիրները լուծել։ Հա, վարչապետ, դրանք տենց ինժեներական աշխատանքներ են եւ հաշվի առնելով գրունտը, հաշվի առնելով այն սեյսմիկ իրավիճակը, որ մեր տարածաշրջանը ունի, դրանք լուծելի են, այսինքն եթե դրանք լուծելի են Ճապոնիայի նման երկրներում, մեզ մոտ նույնպես լուծելի է։ Երկու բան, նախ եթե գրունտը այդքան ստույգ վերլուծում էր, երևի կարելի էր, չէ՞, Ծիծեռնակաբերդի խճուղու կողքի այդ գրունտը վերլուծել նախքան Սահակյանշինին թույլատվություն տալ այդ գրունտի կողքը շինարարություն անելը։ Ու երկրորդը էլի շատ եմ խնդրում Ճապոնիայի անունը մի տվեք, ինչպես նաև Սինգապուրի, Հոնկոնգի, քանի մեր տնտեսությունն մի զգալի մաս կախված է նրանից Ռուսաստանի այդ iPhone-ների կանալը։ Մի հատ այդ տնտեսության հարցը ասես լուծենք, դնենք ռելսերի վրա ու նոր կարանք Օկինավա կղզու անունը տանք։ Вообще Ճապոնիայում եթե ինչ-որ նախարար չի կարողանում իր խոստումը կատարի, խարակիր է անում, օրենքով։ Կարծեմ։ Նորագյուղ թաղամասի մասին ահագին բան իմացա, նախ այնտեղի դուք նշեցիք ձեր խոսքում, որ ընդհանուր ես չգիտեմ ամբողջական կամ մասամբ կոյուղի չկա եւ այլն տենց բաներ։ Ահեն, այս սա շատ ավելի իրատեսական բան է, բերեք կոյուղի նորագյուղ, թող մարդիկ մի թողեք շագանակագույն զանգվածը դուրս գա ջրի երես, 21-րդ դարն է։ Ու հենց նորագյուղ ունենա կոյուղի, այ երկրորդ քայլը միանգամից Disneyland կսարքենք։ Լավ, այս պահին 4-ից 5 հեռուստայտողները անհամբեր հարցնում են. տղաներ, ինչի՞ չեք խոսում այն մասին, որ հենց այս երեկո Վարչաբենդի համերգն է։ Անուն, որը Նիկոլենք լրիվ կամավոր են իրանց համար ընտրել, եւ այսպես մարդիկ հարցնում են, բա պատրաստ է Վարչաբենդը համերգին։ Մարդիկ դա չեն հարցնում, Նարեկ, ոչ մեկին այդքան հետաքրքիր չէ Վարչաբենդը, չենք քեզ։ Հաստատ ավերագրական reality կադրեր ունենք փորձերից։ TikTok-ը նկատի ունես։ TikTok-ը շատ վատ է հնչում, TikTok։ Հա, TikTok է։ Մենք ես ուզում ենք տեսնել երկնային, բայց պիտի տեսնենք քեզ վրա համար, մեր հայացքները հեռու եզանից, անելիքներ են փնտրել։ Oh my God, that's Kevin. Kevin? Օֆիսի մեջի Kevin-ը։ Oh my God, there is Kevin. Նախ եթե միշտ հիմա Office սերիալը չեք նայել, խի, ոնց, այս հաղորդումը վերջացնում եք, սկսում եք Office-ը նայել, հետո գրում եք շնորհակալություն Նարեկ եւ Սերգեյ։ Okay, Նարեկ, բայց մի հատ լրջանակ 4 ամիս է մնացել ընտրություններին։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը մոտենում է Իրանին, որպեսզի սովորության համաձայն ազատագրի ստրուկներին։ Ну կարևորը թատրոն չմտնի։ Բայց հա, իրավիճակը իրոք լրջանում է։ Իրանի զինուժի մատները ձգանի վրա են, պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ Արձագանքելով Թրամփին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Վերջին մեկ շաբաթում պաշտոնական Թեհրանն իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով բազմիցս վերահաստատել է, չեն հապաղի որևէ հարվածի դեպքում։ Ոնց որ իրոք լուրջ է։ Ու չեմ ուզում ավելի թերացնեմ, բայց Աչափնյակի մետրոն ոնց որ հələ չենք ավարտել, այդ ամեն ինչով զբաղվում եք։ Okay, հասկացանք, ուրիշ ֆլեշ մոբ ենք անում։ Խնդրում ասա, որ երկրի արդյունաբերությունը զարգացնելու ֆլեշ մոբ է։ Ֆլեշ մոբ է, էլի։ Okay, եթե ամփոփենք, կիսա հաղորդիչների արտադրության կենտրոն ենք դառնում, 70 հարկանի երկնաքեր ենք սարքում, բայց փաստացի ունենք ֆլեշ մոբ։ Ու Վարչաբենդի համերգ այսօր։ Միանգամից հարց, հետո հարսանիքներ անելու եք։ Տենաս քանիսով մնացեք մեզ հետ։ Բազմահազար խնդրանքներով ներկայացնում ենք Sky Motors-ի Touring-ի արժեքը 11,900,000 դրամ։ Ինչպես նաև կարող եք ընտրել երկու նվերներից մեկը։ Սառնարան, որը իրենց կողմից տեղադրում են մեքենայի վրա, կամ 3 տոննա դիզվառելիք շտապեք, քանի տակ նվերները չեն վերջացել։ Բարի գալուս Sky Motors-ի նոր սրա Թբիլիսյանի վրա, մեզ բիզնեսի մեջ մտնող իմ փոքրիկ բարեկամ։ Բայց իմ բիզնեսը ինչ կապ ունի ամեն ինչի հետ։
Դմբոն չի հասկանում։ Բա բիզնեսը ոնց է զարգացնելու եւ խնայելու առանց JMC էլեկտրական բեռնատար։ Իմը մեկա քաղաքի մեջ է, այնտեղ բեռնատար քշել չի կարելի։ Մերը կարելի է շատ դմբո է ստում սկսնակ բիզնեսմենի համար։ Բայց իսկ կարող է խառը մեքենաներ պետք գան։ Համ էլեկտրական, համ բենզինով JMC մեքենաներ, համ Mazda եւ Suzuki, համ էլ եթե համը չհանես ու զարգանաս, մեծածախ պատվերներ կարող ես անել բոլորը մեկ տեղում։ Մենակ այս գույներն են։ Հատուկ սենց էսթետների համար ունենք լավ լուր։ Ներկելու հնարավորություն կարա լինի կապույտ, կարա լինի աչքերիդ գույնի։ Իսկ կարա լինի վարդագույն, իմը վարդերի բիզնես է։ Կարա լինի վարդագույն, վրենը գրած շնորհավոր ամաննոր եւ սուրբ ծնունդ։ Իսկ սպասարկում կա։ Էլ չգիտի ինչից կպնի։ Sky Motors, սպասարկում ու կես ձեր բիզնեսի եւ ինչու ոչ հենց ձեր բոլոր ավտոկարիքների համար։ Այսքաններ այսօր արում կոմեդիան։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Քանի որ երկելու կամ նվագելու շնորհք չունեմ, այսպես քննարկեցինք, որ ինչու ոչ բարի մի համար դնել եւ իմ նախաձեռնությունն էր, մեր երիտասարդներն էլ սիրով միացան եւ միասին նման բան ենք նախաձեռնել։ Դուր եկավ ձեզ։ Տեսար, կոմենտները մարդիկ կային, որ սիրում են իմ յուրահաճույք, յուրահատուկ երբեմն գորալու ոճով։ Նարեկ, մարդիկ անխնա ձեռն առնում քեզ։ Նրանք կայֆավատ են ելնում։ Ոչ մեկին դուր առանց դրա ոչ մեկին դուր չի գալիս այդ գորալը։ Երաժշտական պանորաման այն։ Հա, այդ մի հոգին, իսկ մնացած 1700 հոգին ովքեր չեր գրել նույն բան։ Կոմենտ բաց չներ այդքան կոմենտ։ Եկեք սաղը արտահայտվեք։ Հա, Ես պրոստը կոմենտներն ենք բուստում։ Իմ վրա դա արտահայտվեք։ հին ու բարի ցանկացած լուբոյ վիդեոյի տակ որ գրում եք նարեկ մի գորա մի հատ բոլորդ միասին մի տեղ գրեք Որ այս վիդեոն համ շատ լայք ունենա, համ լիքը կոմենտ։ Նոր ակցիա միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն անզուսպ երջանկություն հենց հիմա